Շնորհակալ եմ։ Ինչ կարևորություն ունի ձեզ համար Կիրակնորիա պատարագը։ Ես ամեն Կիրակի հաճախում եմ Պարտաճանանչ Մայր Աթոռ Մայր տաճարում լսում եմ պատարագները, որը ինձ համար մեծ նշանակություն ունի, ստանում եմ հոգևոր սնունդ, վերակենդանանում եմ այլևս չմեռնելու ակնկալությամբ, հույսով, հավատով, որ մեր Սուրբ Առաքելական եկեղեցին միշտ պահպանել է հայի ինքնությունը, պահպանել է հայ ազգին, մեր պատմության ամեն մի էջն է դա ապացուցել եւ այս ընթացքում, որոնք մեր պետությունը գտնվում է շատ ծանր օրհասական վիճակում եւս մեր Սուրբ Առաքելական եկեղեցին փրկելու է հայ ժողովրդին, պահպանելու է հայ ժողովրդի ինքնությունը, որը համախմբում է աշխարհասփյուռ հայերին եւ ամեն անգամ ամեն Կիրակի ես սրտատրով շտապում եմ Մայր Աթոռ, հենց Մայր տաճարում եմ լսում պատարագները։ Պատարագների ժամանակ լսում եմ Աստծո խոսքը, որով ապրում եմ, որի ամեն մի բառ ինձ ապրեցնում է հույսով, հավատով, որ մեր հայ ժողովուրդը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին եղել է կա ու պետք է լինի եւ ոչ մի ստահակ եւ ոչ մի ազգադավ, ազգակործան հանցագործ, որ այսօր կնստած է կառավարության թիվ 1 շենքում, պատասխանատու է ամեն մի բառի համար, իր ողմակով, իր անասնաֆերմայով, կներեք ձեզ եմ ասում, բայց իրան հասանելի է դա, կներեք չի կարող հայ առաքելական եկեղեցու դեմ իր հանցավոր արշավներով վնաս տա մեր հայ առաքելական եկեղեցուն, չնայած նրա պատճառած վնասը իր հանցավոր բանդայի, դատախազության, քննչական կոմիտեի, իր իրավական հանցագործ բանդայի կողմից շատ մեծ է, ձերբակալվեցին մեր ակնհայտ անմեղ արքեպիսկոպոսները, մեր սրբազանները, որոնք իրենց կրթությամբ, իրենց մարդ տեսակով, իրանց հայրենասիրությամբ ամբողջ մոլորակն են զարդարել։ Դե մնացածը դուրս եկան, տնային կալանք են եւ այլը, չնայած դատավարությունը ընթանում է, բայց ես հույս եւ հավատ ունեմ մեր փայլուն դատավորներին, փառք ու պատիվ իրենց, որ մեր սրբազանները կարդարացվեն։ Եվ ամենացավալին այսօր այն է, որ գերաշնոր arczepiskopos Բագրատ սրբազանը, որը աննման հայրենասեր, որի հայրենասիրությունը նրա արյան մեջ է, ոչ թե խոսքերի մեջ, որը իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին, հայոց հող ու ջրին, խրամատներում, սոցիալ կրթական դպրոցներ է բացել, երբ գործուղվել է Տաուշթեմի առաջնորդ, զարդարել է ամբողջ մոլորակը, Կանադայի հայության թեմի առաջնորդն է եղել, երբ մարդիկ արցունքով, ծափահարություններով էին մեր Բագրատ սրբազանին ճանապարհում եւ չէին էլ ուզում, որ մեր սրբազանը գնա այնտեղ, մեր Բագրատ arczepiskopos Գալստանյանը, այո, ապօրինի շինծու մեղադրանքով այսօր գտնվում է բանում Մեկուսարանում, ես նոր քիչ առաջ հուզված դուք նկատեցիք ֆիլմ էի նայում, իր անունը կրողել եւ Վարդազարյան ազգանունով մեկ arczepiskopos-ի համար, բայց ես հենց ձեր եթերով շնորհակալություն, որ տրամադրեցիք ինձ, ուզում եմ մեր Բագրատ arczepiskopos Գալստանյանին ասել, որ դուխը չգցի, անպայման արդարացվելու է եւ անպայման դուրս է գալու այդ մեկուսարանից ազգային անվտանգության մեկուսարանի բոլոր այդ մեկուսարանները պետքա մաքրել եւ այնտեղ պետքա ուղարկել ազգադավ, ազգակործան, հակահայ իր անօրինականությամբ, հակասահմանադրական, հայի գենի հետ կապ չունեցող բոլոր իր գործողություններով ապացուցված հիմնավորված հանցագործ Նիկոլ Փաշինյանին իր բանդայով, հարգելիս։ Ես մի քիչ ընդլայնվեցի, բայց ուզում եմ ասեմ, այո, հայ Սուրբ Առաքելական եկեղեցին ինձ համար դա մատուռ է, ինձ համար դա ապրեցնող օջախ է, ես ամեն անգամ երբ գալիս եմ պատարագի, ես զգում եմ, որ մենք կանք կլինենք եւ ոչ ոք մեզ չի կարող տրորել։ Հանձինս մեր այսօր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությունը, որ ամեն Կիրակի է ստանում եմ այդ օրհնությունը եւ բոլոր քաղաքացիները, որ այստեղ գալիս են։
Նիկոլ Փաշինյանից խոսեցիք, կհիշեք ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր եկեղեցիներում, որպեսզի չհնչեցնեն վեհափառի անունը, դրան ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ եմ վերաբերվում գեղեցկուհիս եւ ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը այնքան փոքր մարդ է, իր ապրած կյանքով, իր որպիսությամբ, իր եղած չեղածով, հա։ Ես նրա մասին խոսելուց անգամ շուրթերս եմ ափսոսում, որ խոսեմ։ Նա այնքան փոքր մարդ է, որ արգելի, որ մեր կաթողիկոսի անունը չհնչի։ Նա ով է։ Նա կաթողիկոսի կոշիկի փոշին չարժի, մեր հայ հոգեվորականների, մեր սրբազանների, գերաշնոր մեր սրբազան Բագրատ Եպիսկոպոսի են անցած կյանքի որ դրած հողի փոշին չարժի, նա ով է որ արգելի, որ մեր ամենայն հայոց կաթողիկոսի անունը չհնչի։ Նա հանցագործություն է կատարում, որը ամրագրված է եւ սահմանադրությամբ արգելված է եւ քրեական օրենսգրքով, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Բայց քանի որ այսօր այդ հանցագործը զբաղեցնում է աթոռ, ամբողջ իրավական համակարգը արչի ծառայություն է մատուցում իրենից ոչինչ չներկայացնող Փաշինյան Նիկոլին, որը կյանքի քմաճույքով, մարդկանց դարդ ու ցավը օգտագործելով բերեցին դրեցին, նա ով է, ոչ կյանք ունի, ոչ կենսագրություն ունի, իր ամբողջ կյանքում զբաղվել է զրպարտությամբ, ամբողջ կյանքում զբաղվել է ամենավատ գործերով եւ այսօր նա մի ամբողջ պատմություն ունեցող, մի ամբողջ ազգի, աշխարհասփոր հայ ժողովրդի ամենայն հայոց կաթողիկոսի անունն է արգելում, որ չհնչեցնեն։ Մենք հարգում ենք մեր ամենայն հայոց կաթողիկոսին, պաշտում ենք, խոնարհվում ենք, նրա օրհնությունը մեր համար մեծագույն օրհնություն է, ապրում ենք դրանով եւ Փաշինյան Նիկոլը բացարձակ իրավունք չունի ոչ իրավապես, ոչ բարոյապես, որ արգելի, որ մեր կաթողիկոսի անունը չհնչեցնեն։ Դա հանցագործություն է, ոչ միայն օրինականություն, բայց քանի որ այսօր ինքը զբաղեցնում է վարչապետի աթոռը, որից շատ մեծ հույսով եմ կազատվենք, հա, հունիսի 7-ին եւ հունիսի 8-ին կնշենք մեր հաղթանակը գեղեցկուհից, հաղթանակը ազգի չարիքից ձերբազատվելու համար։ Խնդրեմ գեղեցկուհից։